որ մեզ հետ ծնվում են վառ հրաշքներ։ Խնդրում եմ մի փոքր հետ կանգնեք այս հատվածում, լավ։ Մենք հավատարիմ ենք մեր ավանդույթներին, փայում եւ պահպանում ենք դրանք։ Ու քանի տրոփում է մեր հարազատ քաղաքի զարկերակը, քանի հնչում է 194 սիների անկեղծ խոստումը Դիմիտրովի մեկ հասցեում, Արմեն Հովանեսյանի անվան 194 հիմնական դպրոցում կշարունակվի սերունդների երթը եւ կարեւորելով հատկապես սերունդների կապը համոզված հայտարարում ենք այսօր. այո, մենք մեր դպրոցին հավատարիմ ենք միշտ։ Ահա եկավ առաջին խորհրդանշական զանգը հնչեցնելու պահը։ Ուշադրություն, այն կհնչեցնեն 194 դպրոցի շրջանավարտների թոռներն ու զավակները և կհանձնեն դպրոցի տնօրենին։ Նրանց կօգնեն 9-րդ դասարանցիները։ Եվ այսպես, Իսպիրյան Սվետլաննա, հայրական 3-րդ սերունդ։ Խելղաթյան Բագրատ, հայրական 2-րդ սերունդ։ Սահակյան Թամարա, հայրական 3-րդ սերունդ։ Խելղաթյան Ռոբերտ, հայրական 2-րդ սերունդ։ Մնացականյան Արմեն, մայրական 3-րդ սերունդ։
Հոգիս արթնացավ աշնան արևից, ինձ է կանչում դպրոցի զանգը թովիչ, չէ որ այսօր 1 է սեպտեմբերի, օրը գիտելիքի, ու այսօր, օրն այս ուրախալի, ընկերներիս հետ հպարտ քայլում ենք գորգով դպրոցական, մեզ հետ բերել ենք զանգն այս խորհրդանշական, որ հանձնենք տնօրենին մեր Մանուկյան։ Ընկեր Մանուկյան, տնօրեն մեր սիրելի, սեպտեմբերյան այս գեղեցիկ օրվա խորհուրդն առանց ձեր խոսքի, առանց ձեր մաղթանքի մեզ համար չի կարող լիակատար լինել։ Մենք սիրով եւ ամենայն ուշադրությամբ ուզում ենք լսել ձեզ, ու դուք, որպես տնօրեն մեր դպրոցի, հնչեցրեք նոր ուսումնական տարվա սկիզբն ազարարող զանգն առաջին։ Սիրելի աշակերտներ, սիրելի առաջի դասարանցիներ, սիրելի ծնողներ եւ իմ շատ սիրելի բազմաչարչար ու հոգսաշատ իմ շատ սիրելի ուսուցիչներ, նորից մեր դպրոցում տոն է, գիտելիքի օրն է, այսօր ամբողջ Հայաստանը ցնծում է, այդ ցնծության մի մասնիկն էլ այսօր զետեղված է մեր փոքրիկ բակում, իրենց նավարկությունն այսօր այս դպրոցում սկսում են մեր 184 առաջին դասարանցիները, շնորհավոր ենք բարձր ծափողջուններով նրանց, վստահ եմ, որ նրանք մեր դպրոցում մեզ համար կդառնան իսկական 194-ներ, այսօր մեր դպրոցը համալրվել է և իր դպրոցի դռները բաց արել 1420 աշակերտների առջև, վստահ ենք, որ նրանք, ովքեր ավարտեցին դպրոցը, այն աշակերտները բարձր են պահում մեր դպրոցի անունն ու պատիվը և փոխանցում այդ այսօր դպրոցում ուսանող մեր աշակերտներին։ Բոլորիս հոգիներում այսօր զետեղված են երազանքներ, դրանք և առաջին դասարանցիների ծնողների մոտ են, և ավագ դասարանցիների, և ես ցանկանում եմ, որ ուսումնառության այս տարիներին ի կատար ածվեն բոլոր երազանքները մեր աշակերտների, մեր ծնողների, թող որ խաղաղ լինի հայոց երկինքը, թող որ պայծառ լինեն մեր երազանքներն ու մանկությունը և թող խաղաղության Աստծո աչքը թող միշտ պահապան լինի ձեր բալիկների վրա, սիրելի ծնողներ, սիրելի ուսուցիչներ, հիշեք, դպրոցը ձեր բարեկամն է, ձեր երեխաների երկրորդ տունը և բնականաբար այսօր իր դռները բաց անելով ձեր առջև, ես ևս երդվում եմ, որ ձեր երեխաներն այս դպրոցում կստանան լիարժեք կրթություն, չէ որ ես եմ այն պատասխանատուն ու մենք ուսուցիչներս, որոնց ուսերին է դրված երկրի ապագան, երկրի անվտանգությունը, իսկ կրթությունն այսօր մեր կրթված քաղաքացին, մեր երկրի անվտանգության երաշխիքն է, ուրեմն բարի երդ ձեզ, բարի մութ ձեզ, իմ սիրելի աշակերտներ, ես այս բարեմաղթանքներիս ուզում եմ միացնել նաև ձեզ բազում պետական այրեր են շնորհավորել և ուզում եմ ընթերցել Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի ուղերձը։ Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և առաջին դասարանցի փոքրիկներ, սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։ Գրքի և գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և գիտելիքի օր տոնական ու ոգևորիչ է լինում։ Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը։ Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պետական երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։ Հարգարժան ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է։
որի երաշխիքը դուք եք։ Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության եւ տաղանդի զարգացման, գիտելիքների եւ ունակությունների ձեռքբերման պատասխանատու եւ կարեւոր շրջան։ Իսկ արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր եւ կիրթ քաղաքացիներ։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գիտության եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ցանկանում նորանոր հաջողություններ։ Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյան։ Մեկ ուղերձ եւս իր շնորհավորական ուղերձն է մեզ հղել նաեւ Էրեբունու թաղապետ պարոն Արմեն Հարությունյանը։ Սիրով խոսափողը տրամադրում եմ ներկայացուցչին։ Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ, ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առթիվ։ Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի եւ ուսուցչի հանդեպ։ Սերը գիտելիքի եւ կրթության նկատմամբ նա մշտապես կրել է իր մեջ եւ այսօր այս սերնդին է վիճակված արդի պահանջներին համահունչ շարունակելու ու զարգացնելու այդ ավանդույթները։ Ուսումնական տարվա սկիզբն ավետող այսօրն առավել հիշարժան է առաջին դասարանցիների համար։ Ջերմորեն շնորհավորում եմ հատկապես նրանց եւ մաղթում հարուստ ու բովանդակալից ուսումնառության տարիներ։ Սիրելի դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ, լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյան։ Շնորհակալություն, այժմ խոսափողը հանձնում եմ ԵԿՄ տարածքային վարչության բաժանմունքի փոխնախագահ Արտակ Բագրատյանին կընթերցվի Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը, ուղղված դպրոցյան օրվան։ Հարգելի ուսուցիչներ, սիրելի դպրոցականներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբեր 1-յան տոնի գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի եւ արյան գնով, հերոսության եւ խուզախության շնորհիվ։ Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք երկրին, լավ սովորելով եւ սերտելով հայրենասիրության դասերը։ Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության եւ մշակույթի յուրացման ճանապարհը։ Բարի երդ ձեզ դեպի դպրոց, սիրելի երեխաներ։ Մեր հայրենիքի անկախության 23-ամյակի արդիվ մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, նրան մատաղ սերունդը, անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, մարդկային եւ հայրենասեր, որ կարողանա ավելի ճշգրիտ իմաստավորել անցյալը, տեր կանգնի ներկային եւ ավելի իմաստուն կերպով նախագծի գալիքը։ Լինելով մարդ հայրենասեր, մասնագետ, այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նորանոր հաջողություններ։ ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյան։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 56565 զորամասի անունից շնորհավորանքի խոսք ունի ասելու մայոր Վլադիմիր Առաքելյանը։ Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ եւ ծնողներ, իմ եւ ողջ զորամասի անունից սրտե շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ այս ուսումնական տարին ձեր համար լինի գիտելիքների ձեռքբերման եւ հաջողությունների տարի։ Հատուկ ուզում եմ բարեմաղթանքներ հղել առաջի դասարանցիներին, ովքեր նոր են որ դնելու դպրոցի շեմքը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ այս ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքները, փորձն ու հմտությունները ձեր կյանքի դժվարին պահերին լինեն փարոց եւ ուղեկից։ Իսկ դպրոցում սերտած դասերը բանակում պիտանի լինեն եւ կարողանաք կատարել ձեր պարտքը հայրենիքին, լինել ազգի արժանի զավակներ եւ ձեր անունները զարդարեն մեր դասագրքերի էջերում հերոսների կողքին։ Շնորհակալություն։
շնորհակալություն, իսկ այժմ սիրելի դասվարներ, առաջին դասարանցիներին ուղեկցեք դասարան, այսօր նրանց համար բացառիկ օր է, չէ որ նրանք այսօր առաջին անգամ դասարան մտնելու բերկրանքն են վայելելու և այսօր իրենց ուսումնառության առաջին զանգն է հնչելու։ Դպրոցի մեջ պայուսակային ձերքի Եղեցիք ու նորած գեստը իմ հաքի Թող երկը ինձ ընկեր դառնա Չպիտը մայրիկիս ինձ հետ միշտ մնա Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում Այսօր ենք դիտակում, մեր ծանալ ենք ուզում Առաջինս պարան, առաջինս ուսին Այսին շիրում բալեք ես դարձան։ Մեկին բալիկները, այդ ատեն նսում իրար ողջունեցինք, չէ։ Այսօր մանի, ատեն մեծացել է, տարվեք ատենը ոնց, սալին է պեծել, դասարանը, աղատական
սեպտեմբերի 1-ն է, օրը երկուշաբթի, օր ինչպիսին է դրսում, ինչպիսին է, արմոտ, տեսեք արևն է մեզ ժպտում, իսկ այստեղ նորություն է դրված, ասում է ձեզ խորհուրդ է տալիս, որ դուք զինվեք, անսպար դիմելիքներով և ձեր ուժերին վստահ առաջ քայլեք, որ դուք դառնաք մեր հայրենիքի, մեր Հայաստանի համար շատ լավ մարդիկ ու շատ լավ քաղաքացիներ։ Ես ձեզ բոլորին սիրում եմ, ես ձեզ բոլորին շատ կարիք ու սպասում եմ, ասում ինչպես մեզ իրեն են այս երեխաները կարիք։ Իսկ այսօր մենք միասին իրար հետ ծանոթանալու ենք, ամեն երեխա թող կանգնի իր անունը ասի, որ և ես ճանաչեմ, և ձեր ընկերները, սկսեք այստեղից, սկսեցինք, ոտքի կանգնի նոր արևս, որ քեզ տեսնենք, ասեք, ես Սարգիսն եմ, շատ ապրես, դու, Գոհարն է, Գոհարն ինչ նպատակ ունի, ինչպես է դպրոց Գոհար, կասես ինձ, սովորելու համար, դու, Սաթենն է գեղեցիկ, Թամարան, որ գեղեցիկ ասեք անունը, Լաթև, շատ լավ է, ոտքի կողմի սոցուցի դողատ ուժեղ է, Դովիդ, Անի, ուրախ եմ, Տիգրան, ինչի տիպոր, Տիգրան մեծն ես, Տիգրան արկան, ամբողջությամբ ասես, Տիգրան, Հովանես, Արտուր, ասանում է, Սուրեն, Գոր, Արամե, Աղպես, ասանում է, ոտքի կանգնի, որ դուքերները ասում հասկանան, Մարետա, Հավետի, Ալեն, Մարիամ, Վիկտորիա, Վիկայցի, Էմիլիա, Սերգուհի, Գրետա, Արման, Ահատ, Տիգրան, Ալբերտ, Մարի, շատ լավ է, Էմիլիա, շատ ուրախ եմ ես, իսկ ես երեխաները գիտեք չեք սովորում, այդ է կրծքանշանները դրված է առաջին եկ, այսինքն ընկեր Սիմոնյանի դասարան, ես ընկեր Սիմոնյանն է, իսկ նա մեր գեղեցիկ դասարանն է, Ալենն ասում է ես խոսք ունեմ ասում, Ալենի չէի ուզում ասել, դե մեր ոտքի ոտքի, ոտքեր ասա, որ բոլորս ուրախանան, արի այստեղ տղաս, լսում եք, բայց դու ինչ ցանկություն ունես, ինչ նպատակով ես եկել դպրոց, ինչ նպատակով ես եկել տղաս դպրոց, որ լավ սովորես, էլ ինչ անես, ինչ կլինեք, լավ չէ պիտի չէ, դու տարերը չի ճանաչի, ու անունը չի գրի, դու չի իմանա որտեղ ես ապրում, պիտի լավ, տեսնվելու մի ասում, ինչու համար եք մենք եկել դպրոց, ասա սա, տեսնեմ տղասակի, սովորելու, կարդալու, գրելու, շախմատ խաղալու, ապրե, շախմատ խաղալու, իմ տղան ինչու է եկել դպրոց, տեսնեմ, ես եկել եմ, որ լավ սովորեմ և լավ մարդ դառնամ, լավ մարդ դառնամ, իսկ դու, ես էլ ուզում եմ, որ լավ սովորեմ գերազանցիկ լինեմ, գերազանց լինեք, դու, ես եկել եմ, որ սովորեմ խելացի լավ մարդ դառնամ, շատ ապրես, ազնիվ Հայաստանի համար Իտալիայի քաղաքացիներ ունեք, չէ, եթե դուք նաև վերջիների տեսեք, որ գույնով է, կարմիր, կապույտ, երագույն, ապրին տղան, մեր երագույնի երեք գույնն է, կարմիր, կապույտ, երագույն, շատ ապրեք, ճիշտ է, լավ, հոգնել եք մի քիչ դրսում, Այո,
Ո՞չ, դե շատ են տանալը սովորել։
Ուշադրույթ, այ Ոչինչ, նորից։ Շատ եմ սիրում Հիսուսին, Հիսուսը սիրում է ինձ, ձեռքս ձեռքին ընկերովի քայլում եմ միշտ միասին, ձեռքս ձեռքին ընկերովի քայլում եմ միշտ միասին, Հիսուսին, Հիսուսին, շատ եմ սիրում Հիսուսին, փոքրիկ սիրտս ամբողջովին նվիրել եմ Հիսուսին, փոքրիկ սիրտս ամբողջովին նվիրել եմ Հիսուսին։ Լավ, դրետային լսեք, անգլի ասելը, տեսնեն։ Luis Paz Festeche, Fortunate, Fox Room,
Հեքիաթների հերոսներ, ձեր նմանի կժպիկներ ու մանուկներ, սա ձեր գիրքն է, տեսեք ձեր առաջին գիրքը, մենք բոլորս պիտի սիրենք ու ինչ անենք, լավ պատմեմ, լավ սովորենք, որ հաջորդ անգամ հանդիպման այգնարան տեսեք ինչ անենք, խոսի, դե մենք այգնարանին ասենք ինչ, ստեսյուն, միջև, նոր, հանդիպում, մենք դուր այգնարանը, ստեսյուն ասում և գնում, Պատրաստ լինեք աշխատելու, ուժ ու եռանք բոլոր,
Աղա։ Նորեն անցան երկով, եկան ձմր, քափուկ ձյունով, փաթիր իջագեց ու շուտով կգա ձմր, պապի։ Կապույտը մեր էսինքը լույս է եքում խինդ է անմար, մեզոր կգա ձմար պապ ու կբերի նոր տարի։ Ձմար պապն է յուր գալու, նվերներ է բերելու, տանածար ու զուքելու, վրա լույս տեր վառելու։ Նորից նոր տարին մեր այն կեզարդար է, տորը ծարի ճուղը լին լույս գրակի որ Տարտանյարին սպասում ենք, արի, բարեցեն մաղթություն ուվեք։ Տուգալիք ու բարիք, միշտ լուսեղեն ու զվար, նորդարին ու բարիք, ձունեղեն էքյա։ Թաղնարտարին մեր աշխարի բերի անչապ խաղաղություն, ծապ ծիծաղը խոսքով բարի թող ծվանա մեր սրտեն։ Թող շողշողարի սեր մեջ, նոր տարվան մեր եղևնին, թող նոր հույսեր ու երազներ, բերի ուրախ նոր տարին։ Եվ ութ է դինում կտա ժամանակ, իսկ ողտ է գալիս երազներ ուրախ։ Յուր գազանիկներ բարի դեմքերով, շուրջպան են բռնում երկար շարքերով, հեքիաթ է գարնում երեկոն ուրախ, հեքիաթ է գարնում ավանորն ուրախ։ Ակնանում է անտար ու ձմեռային, խոսում պարում են գազանները վայրի, դիմավորում են ուրախ նոր տարի։
Ապրեք նապաստակներ, որ ինձ այդպես օգնեցիք, մոտորին էր ու ճանապարհն են կորցրել։ Շնորհավորում եմ բոլորին, և մեծերին, և փոքրերին, թող այս տարի բարի լինի, ուրախ լինի, խաղաղ լինի։ Հիմա եկեք երգենք, պարենք, տոնածառը գովաբանենք։ Նապաստակներ, ես չգիտեի, որ դուք այդքան խելացի եք, դաս եք տվել Չարախվեսին, թող նա չգա մեր հանդեսին։ Ներում խնդրեք նապաստակներից։ Երեխաներ, բարի մնաք, ցտեսություն, ես գնացի, մեկ էլ կգամ, հաջորդ տարի։ Վայ, փոքրիկներս, ինձ ներեք, մեծացել, մոռանում եմ ամեն բան։ Հիմա լսեք, մեծ անտառում մի բացատ կա, այդ բացատում մի մեծ ծառ, այդ ծառի տակ ես օգնեցի, նվերները ձեր թողեցի, գայլու աղվես, դուք գնացեք, նվերները միայն չուտեք, իսկ մենք այստեղ ձեզ կսպասենք, կերգենք ու կպարենք։ Yeah.
ապրեք երեխաներ, ցտեսություն իմ բարիքներ, ուզում եմ ձեր ժպիտ ծեր պարգևել, ցտեսություն իմ երեխաներ, մեկ էլ կգամ հաջորդ տարի։ Ես ուզում եմ, որ իմ բալիկները միշտ լինեն ուրախ ու երջանիկ։ Ես բոլորին ցանկանում եմ, թող 2015 թվական լինի բարեկեցության, սիրո, խաղաղության տարի։ Բոլորի ցանկանում եմ միայն սեր եւ ժպիտ բարություն։ Իսկ բոլոր բալիկները թող մեզ միանան, մենք երգենք նոր տարվա երգը ու այդպես կդիմավորենք նոր տարին, թող նոր տարին կատարի բոլոր մանուկների երազանքները։ Սիրելի փոքրիկներ, ես էլ եմ միանում բոլոր բարի մաղթանքներին ամանորյա եւ ցանկանում եմ, որ դուք լինեք առողջ, լինեք այսպես միշտ հմայիչ, ունենաք ձեր հոգու մեջ բազում երազանքներ եւ այդ երազանքները թող կատարվեն ամեն ամանորի գիշեր։ Ուզում եմ ասել, որ դուք շատ գեղեցիկ եք, ձեր միջոցառումը իսկապես հրաշալի է։ Բացարձակ չէր երևում, որ ձեր առաջին բեմերն էր։ Թերություններն էլ չեմ ուզում ասել, մեր առաջին դասարանցիները դեռևս մայիսին, երբ առաջին հանդեսներն են իրենց հանում, միայն այս ժամանակ է երևում ինչքան հղկված են, բայց մեկ կիսամյակում դուք կարողացել էիք այնպես գեղեցիկ ներկայացնել ձեր ամանորյա հանդեսը, որ ես ինքս շատ զարմացա ու հուսով եմ, որ ձեր պապիկն էր զարմացած։ Դուք նվերներ եք, չէ՞ սպասում։ Դուք նամակներ գրել եք ձեր պապիկին։ Դուք շատ ընկերասեր եք։ Այդ է երևաց արդեն, երևաց ձեր բեմում, դուք շատ գեղեցիկ միջոցառում ներկայացրեցիք, մենք մեծերս զարմացած ենք ձեր հմտությունների ու կարողությունների վրա, շատ ապրեք, գնացեք, նորից, այս անգամ արդեն մամաների ու պապաների համար էլ նվերների նամակներ կգրեք, որ դուք 15 թվականին ունենաք ձեր ամենաբաղձալի երազանքների կատարումը և ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ուսուցչուհուն, նաև մեր ծնողներին, հարգելիներս, մեկիկներս գնահատում ենք այն նվիրումը նաև ձեր երեխաների, որովհետև այսպես հագցնել, այսպես բեմ բարձրացնել ձեր երեխաներին, սրանք բոլորը այս նեղ ժամանակներում բավական հումաներ արժեն, բայց այդ ձեր ցանկություններն ու երազանքները, որ դրել եք իրենց մեջ, կարծում եմ այն առաջին քայլերն են, որ մեր դպրոցում իրականացնում են, հուսով եմ, որ իրենց ձեռքը բռնած դուք մեր կողքին լինելով իրենց ավելի լավ բարձունքների կտանեք։ Շնորհակալություն բոլորիդ եւ բոլորի կրկին ու կրկին շնորհավորում եմ, մենք կհանդիպենք հաջորդ տարի, կարծում եմ մեկ էլ։
եւ հուսով եմ, որ ելի այսպես կժպտանք մեր դժվարությունների երեսին, որպեսզի դրանք երկրից, պետությունից հեռու գնանք։ Մեր աուրան չենք մտածնի, որովհետև մենք գիտենք մենք ապագա ունենք, մենք երեխեք ունենք, որոնց համար արժի ապրել, ստեղծագործել, պայքարել, անկախ նրանից, ինչպիսին է եղանակը դպրոցի շենքից դուրս։